Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա նվիրված միջոցառումները Գավառի թիվ 8 մանկապարտեզում եզրափակվում են ցուցահանդեսով եւ ծառատունկով։ Համայնքապետարանի հետ ակտիվ գործակցությամբ մանկապարտեզը միացել է քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի եւ էներգիայի նախաձեռնությանը մաքուր անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո իրականացվող միջոցառումներին եւ դրանցում ներգրավել նախադպրոցական հաստատության սաներին։ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցության շնորհիվ մենք իրականացրել ենք աշխատանքները մանկապարտեզում պարապմունքների ընթացքում, որպեսզի այս տարիքից սկսած երեխաները կարողանան գաղափար ունենալ կանաչ էներգիայի զարգացման մասին։ Նման նախաձեռնություններ իրականացվում են համայնքապատական կառույցներում, նախադպրոցական եւ արտադպրոցական կառույցներում, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում եւ քոլեջներում։ Միջոցառումների անցկացման ձևաչափերը տարբեր են։ Կարող են լինել դասընթացներ, միջոցառումներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր։ Մենք բարձր ենք գնահատում այս միջոցառումների իրականացումը եւ կատարված աշխատանքները, քանի որ դրանք նպաստում են համայնքի կայուն զարգացմանը։ Մանկապարտեզում կազմակերպվել են կրթական եւ կորսնական տարբեր միջոցառումներ։ Երեխաներին նախ ներկայացվել են տեսական գիտելիքներ էներգախնայողության վերաբերյալ։ Նրանք ծանոթացել են աղբի տեսակավորման սկզբունքներին, մասնակցել թափոններից նոր իրերի բարձրացման եւ թղթի վերամշակման գործընթացների։ Ամփոփիչ ցուցահանդեսում տարբեր աշխատանքներով ու ֆլեշմոբային կարգախոսներով նրանք ներկայացնում են իրենց պատկերացումները էներգախնայողության եւ էներգաարդյունավետության վերաբերյալ։ Այս նկարը Արիիկիս օգնությամբ նկարել եմ, որ մանկապարտեզ բերեմ եւ ցույց տամ բոլորին։ Մանկապարտեզ հաճախող երեխաներին էներգաարդյունավետության թեման հասանելի դարձնելու համար հաճախ ներգրավում են առօրյա զբաղմունքների եւ աշխատանքների մեջ։ Կրթօջախի բակում նրանք խաղում են հեծանիվներով ու էլեկտրաքարշակներով, մանկապարտեզի բակում սովորում ծարտ ընկել։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։